Եվրոպական դատարանը պարզել է եւ ապացուցված է համարել, որ մարտի 1-ի գործողությունները կազմակերպել են շղթայաբար, ղեկավարվել են պետական համակարգի կողմից։ Այդ շղթան ձևավորվել է վերևից հանրապետության նախագահից մինչև ստորին օղակներ, նախագահի հանձնարարականներով եւ փետրվարի 23-ից տրված բազմաթիվ հրամանագրերով։ Բացի դրանից դատարանը ապացուցված է համարվել, որ ՀՀ զինված ուժերի նախարարության բանակի թիկունքի պահեստից հանվել է մոտ 1000 համազգեստ, որոնք ստացել են քրեաօլիգարխիայի մոտ կանգնած անձինք։ Նրանք մտել են ժողովրդի մեջ, ծեծել են, ջարդել են, թալանել են խանութներ եւ իշխանության կողմից ապացուցված է համարել դատարանը, որ ներգրաված են եղել նաեւ սադրիչներ, որոնք եւ հրահրել են այդ բախումները եւ իրականացել այդ բախումները։ Հետևաբար, հետևյալ հարցն եմ ուզում տալ, սա հարց է տիկին դատախազ, արդյոք սա ահաբեկչական գործողություն չէ պետության եւ ժողովրդի դեմ։ Տիկին Քլորյան, նորից վերադառնալով որակումներին, որպես իրավաբան մենք սահմանափակված ենք քրեական օրենսգրքի դիսպոզիցիաներով, դուք որպես քաղաքական առաջնային մանդատ ունեցող անձինք, ձեր որակումներում ավելի ազատ եք։ Քրեական օրենսգրքի որակումները, որոնք որ այս պահին տրվում են մեղադրյալներին, կազմված են ոչ միայն իրավական գնահատականից, որը տվյալ դեպքում բռնությամբ զուգորդված իշխանության լիազորություններն անցնելն է, այլև այն փաստական կողմով, իսկ Վճռաբեկ դատարանը շատ վաղուց կայուն նախադեպային դիրքորոշում ունի, որ մեղադրանքը եւ իրավական գնահատականն է եւ փաստական նկարագրությունը։ Դրա համար այն ինչ դուք անվանում եք ահաբեկչություն, այս պահին քննությունը 309 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում է քննում, որովհետեւ ահաբեկչությունը քաղաքական ընկալմամբ մի երանգունի, այսպես ասած, քրեերևական դիսպոզիցիայում նկարագրման այլ ձևաչափ ունի եւ մենք սահմանափակված ենք քրեերևական դիսպոզիցիայով, բայց ձեր կողմից նշված բոլոր գործողությունները, որոնք որ կան, մի մասը կա դրան ուղարկված մեղադրանքի մեջ, մյուս մասը շարունակում է մնալ քննության առարկա եւ հաստատվելու դեպքում ներառվելու է մեղադրանքի մեջ։ Այսինքն քրեերևական տեսանկյունից մենք ճիշտ իրավաբանական որակումով պարտավոր ենք ուղարկել դատարան եւ պարտավոր ենք նաեւ նկարագրել այն փաստական կողմը, որը այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում որպես հարցադրում արձանագրված է։ Հուսամ կարողացա պատասխանել։ Տիկին դատախազ, փաստ եմ արձանագրում, որ ՄԻԵԴ-ը հստակ պահանջում է, որ Հայաստանի Հանրապետությունը կատարի դատարանի բոլոր վճիռները։ Գիտեք իմ մտահոգությունը որտեղ է, որ իրական հանցագործները ոչ միայն այսպես ասած չեն ընդունում իրենց կատարած հանցագործությունները, այլ մի բան էլ ընդհակառակը ասում են, մեզ են մեղադրում, ասելով, որ դե մենք ընդամենը 1 ամիս էինք կառավարում, դե թող Սերժ Սարգսյանը բացահայտեր, դե թող ներկայիս իշխանությունները բացահայտեն, այ չեն ուզում բացահայտեն, չի կայանում վճիռներ, որովհետև մտածում են, որ այդ ամբողջ մարտի 1-յան ողջ իրողությունն ու գործողությունների սլաքը ուղղվելու է ներկայիս իշխանության դեմ, ինչը անամոթ զզվելի սուտ է եւ ես համոզված եմ, որ բոլոր մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը։ Տիկին Քլորյան, ձեր թույլտվությամբ մի նախադասությամբ ասեմ, ինչն է ձեզ ամենաշատը բարկացնում եւ ինձ էլ որպես Հայաստանի քաղաքացի բարկացնում, երբ որ մենք բուն քննության շրջանակներում ունենում ենք բազմաթիվ կատարված գործողություններ եւ չենք ունենում արդյունք։ Մենք կարող ենք ասել, որ այգիտեք ինչ արել ենք 1 միլիոնից ավելի գործողություն, բայց այստեղ կարևորը ոչ թե արած գործողությունների քանակը, այլ արած գործողությունների արդյունքն ու որակը։ Դրա համար այս առումով, եթե նկատեցիք, ես ոչ մի հղում չարեցի, թե քանի քննչական գործողություն է կատարված եւ դա որևէ մեկին անհանգստացնող հարց պիտի չլինի։ Այստեղ քննության վեկտորի փոփոխությունը նաեւ կարծում եմ մեզ հնարավորություն կտա այդ ձեր մտահոգությունը փարատել ինչ իմաստով, որ մենք կոնկրետ 10 անձի սպանությունից ենք ճառագայթում ամբողջ քննությունը, այսինքն մասնավորից գնում եք դեպի ընդհանուր եւ այս ընթացքում արդեն կոնկրետ անձանց կոնկրետ իդենտիֆիկացնելու հարցերի մեջ են կարծես խճճվել, բայց եվրոպական դատարանը մեզ տվել է կոնկրետ ավելի ճիշտ ուղղություն ասելով, որ մի վարքյան համակարգայնությունը մի հատ քննության առարկա դարձրու եւ հասկացի արդյոք այստեղ չունես հիերարխիկ կառուցվածքի մեջ լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ եւ կարծում եմ այս առումով գոնե առաջիկայում դատարան ուղարկված մեղադրանքների կառուցվածքից այն ինչ որ ես ասում եմ ավելի ակնհայտ կլինի։